Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 3։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանելովը կանչված են։ Հռովմայացիս 8-րդ գլուխ 28-րդ խոսք։ Անշուշտ եւ ամենայն պարզությամբ երևում է, թե որքան զարմանալի են նախախնամության հմնկումները, որոնք ասես միաբանվելով ու միմյանց հետ համաձայնելով հանդիպում եւ միանում են, որպեսզի Աստծո ընտրյալների բարին գործադրեն։ Եվ հաճախ նույն պատկերը միաժամանակ երևում է զանազան վայրերում, երբ աշխարհի բեմի վրա սկսվում է որևէ գործ եկեղեցու բարիի համար։ Այսպես եղավ, երբ Քրիստոսը, գերագույն ողորմությունը, եկավ տաճար, այն ժամ Սիմեոնն ու Աննան եւս նախախնամությամբ այնտեղ բերվեցին, որպես այդ իրողության վկաներ։ Նույնպես եւ ռեֆորմացիայի օրերում, երբ Հոլանդիայում սրբապատկերներն էին կործանվում, նույն նախանձախնդրության ոգին տիրել էր ամեն քաղաքում եւ ավանում, այնպես որ այդ գործը մեկ գիշերվա ընթացքում կատարվեց։ Ով որ ուշադրությամբ կարդա Հովսեփի բարձրացման պատմությունը, թե ինչպես նա Եգիպտոսի ղեկավար դարձավ, նա կարող է այդ պատմության մեջ հաշվել նախախնամության 12 նշանավոր գործեր եւ աստիճաններ, որոնցով նա բարձրացավ այդ պատվի եւ իշխանության։ Ինչպես որ մարդու մարմնի ճշգրիտ կառուցվածքը, անդամների ու երակների կերպարանքը, դիրքը եւ նրանց փոխադարձ կապերը ոմանց արդեն համոզել են եւ բավական են բոլորին համոզելու, որ այդ ամենը աստվածային իմաստության եւ զորության գործ է, նույն կերպ էլ եթե խնամքով քննվեն այն զարմանալի միջոցներն ու գործիքները, որոնցով ողորմություն է բերվում Աստծո ժողովրդին, ոչ ով չի կարող ժխտել, որ ինչպես նախախնամության արհեստանոցում կան ամեն տեսակ ու ամեն չափի գործիքներ, այնպես էլ կա մի ամենահմուտ ձեռք, որ գործածում է դրանք։ Եվ այդ գործիքները ինքնին չէին կարող այդպիսի արդյունքներ ծնել, ինչպիսի կացինը, սղոցը կամ տաշեղը չեն կարող առանց հմուտ վարպետի ձեռքի կտրել կամ կոփել կոպիտ փայտը եւ դրանից կերտել գեղեցիկ կերպարանքը։